Հալեպի արևելյան շրջանները տնօրինող զինյալները վերջին հզոր հարվածով փորձել են դուրս գալ շրջափակումից։ Շաբաթվա սկզբին նրանց հաջողվել էր մոտենալ ռազմավարական կարևորագույն հանգույցներին եւ կար շրջափակումից դուրս գալու իրական հնարավորություն, բայց նրանց վերջին փորձը ձախողվել է։ Все попытки прорыва боевиков. Շրջափակումը ճեղքելու զինյալների բոլոր փորձերը տապալվել են։ Ահաբեկիչները կրել են մարդկային ու ռազմատեխնիկական ծանր կորուստներ։ Վաղը առավոտյան ժամը 9-ից երեկոյան 7-ը քաղաքում կհաստատվի հումանիտար դադար։ Ռուսաստանի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ահաբեկիչները կիրառում են քիմիական զենք ու հարվածում են ինքնաշեն ռումբերով, տուժում են հիմնականում խաղաղ բնակիչներ։ Զինյալների հսկողության տակ մնացած բնակիչները չեն կարողանում օգտվել հումանիտար միջանցքներից, ահաբեկիչները նրանցից փրկագին են պահանջում, չվճարելու դեպքում մարդիկ ստիպված մնում են խաչաձև կրակի տակ։ Խնդիրը ոչ մի կերպ չի կարգավորվում, քանի որ արևելյան Հալեպի հարցով ռուսներն ու ամերիկացիները համաձայնության հասնել չեն կարողանում։ Մեր շփումը պահպանվում է Սիրիայի, այդ թվում արևելյան Հալեպի հարցով։ Հուսով եմ, որևէ արդյունքի մենք կհասնենք։ Արևելյան Հալեպում կռվում են զանազան խմբավորումներ, այդ թվում ըստ ամերիկացիների չափավոր խմբեր։ Հենց այստեղ էլ համաձայնության գալ չի հաջողվում։ Ամենաինտենսիվ մարտերը հայաշատ թաղամասերից հեռու են։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։